Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր զանգերի կենտրոնում անսպասելի խուզարկությունն իրականացրին նոյեմբերի 20-ին։ Միջոցառման հաջողությունը մեծապես կախված էր նաև անսպասելիությունից։ Իսկ հանցավոր զանգերի կենտրոնի վերաբերյալ տեղեկությունը քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էր ավելի շուտ։ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզել էր, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ Արաբկիր վարչական շրջանում վարձակալել էին կոմերցիոն նշանակության տարածք եւ այդ տարածքում տեղակայել էին զանգերի կենտրոնների համար նախատեսված համակարգչային տեխնիկան։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ այդ զանգերի կենտրոնը ուներ հանցավոր ուղղվածություն եւ նախատեսված էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում եւ հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ։ Այսպիսով ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի եւ հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ։ Իդեպ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին, եւ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում նաեւ մեր քաղաքացիների համար։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված հանցավոր զանգերի կենտրոնի մեջ ներգրաված յուրաքանչյուր հանձի դերակատարությունը, անկեղծ հարթակների տվյալները, որի միջոցով վերջիններս թիրախավորում էին օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև այն կրիպտոդրամ բանակների հասցեները, որոնք օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կանխիկացնելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խուզարկություն եւ մանրակրկիտ ծրագրված մուտք գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան։ Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նմանատիպ հանցավոր զանգերի կենտրոնների բացահայտման աշխատանքները կրում են շարունակական բնույթ եւ ցանկանում եմ հորդորել մեր քաղաքացիներին, եթե ստացել եք նմանատիպ զանգերի կենտրոններում աշխատելու առաջարկ, պարզապես մերժեք այդ առաջարկները հետագայում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար եւ կխնդրեմ, որպեսզի այդպիսի տեղեկություններ ունենալու դեպքում դրանք փոխանցեք իրավապահ մարմիններին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց երթևեկում ջիպ մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր Հոնդայի վարորդը։ Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին, նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասը հստակ սահմանում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 25 պատիկի չափով տուգանային միավորի կիրառում 4 միավոր։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել երթևեկությունը ձեզ հետ կիսող մյուս մասնակիցներին։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնաբերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-պատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։